Շնորհակալություն, ազգային ժողովի մեծարգո փոխնախագահ, հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների խորացումն ու զարգացումը որպես մեր երկրի անվտանգության, խաղաղության և կայուն զարգացման կարևոր ուղղություն։ ԱՄՆ փոխնախագահի առաջին պաշտոնական այցը Հայաստան, որը 3 տեղի ունեցավ, պատմական և խորհրդանշական էր։ Այն հաստատեց մեր երկրների միջև ձևավորված ռազմավարական գործընկերության նոր որակական փուլը և միջազգային մակարդակով ընդգծեց Հայաստանի աճող դերակատարումը։ 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած խաղաղության գագաթնաժողովը կարևոր հանգրվան դարձավ, լուրջ խթան հաղորդելով Հայաստան-ԱՄՆ հարաբերություններին և միաժամանակ նոր հնարավորություններ ստեղծելով Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի առաջմղման համար։ Հայաստանը վերահաստատում է իր հանձնառությունը խաղաղության օրակարգին, հիմնված ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միջազգային իրավունքի սկզբունքների վրա։ Այս համատեքստում կարևոր է նաև Միացյալ Նահանգների դերակատարումը տարածաշրջանային խաղաղության հաստատման գործում և մեր աջակցությունը ԱՄՆ խաղաղարար նախաձեռնություններին, այդ թվում խաղաղության խորհրդի գործունեությանը։ Տարածաշրջանային հաղորդակցությունների բացումը և ապաշրջափակումը դիտարկվում է որպես Հարավային Կովկասում կայուն խաղաղության և տնտեսական զարգացման հիմնարար բաղադրիչ։ Միևնույն ժամանակ Հայաստան-ԱՄՆ համագործակցությունը դինամիկորեն զարգանում է բարձր տեխնոլոգիաների և արհեստական բանականության ոլորտում։ Կիսահաղորդիչների, տվյալների կենտրոնների և նորարարական նախագծերի շուրջ ձևավորվում է նոր տեխնոլոգիական համագործակցություն, որը նպաստում է Հայաստանի մրցունակության բարձրացմանը։ Էներգետիկ անվտանգության ուղղությամբ, այդ թվում խաղաղ նպատակներով միջուկային էներգիայի ոլորտում համագործակցությունը կարևոր դեր ունի Հայաստանի էներգետիկ համակարգի կայունության և ռեսուրսների բազմազանեցման գործում։ Պաշտպանական և ռազմական համագործակցության ընդլայնումը միջազգային գործընկերների հետ ուղղված է բացառապես Հայաստանի պաշտպանունակության ամրապնդմանը և տարածաշրջանային կայունությանը։ Այս ամենը ևս մեկ անգամ հաստատում է, որ Հայաստանը հետևողականորեն ընտրում է խաղաղության, զարգացման և միջազգային պատասխանատու գործընկերության ուղին։ Շնորհակալություն։